Մաքսիմում 1.300.000 ընտրող, ընտրությունների ժամանակ երբ 1.700.000 մարդ է մասնակցում, ապա անիմաստ է անվանել այդ երկիր ընտրությունների երկիր։ Մասնակցում, այսինքն դրանով նպաստում է շվացան վերարտադրմանը, չէ՞ որ շատ քաղաքացիներ կան, ովքեր իրենց ձայնը իշխանությունների հանցավոր բնույթը հնարավորություն չի տալիս, որպեսզի մասնակցեն, չէ՞ որ ընդդիմության կամ ժողովրդի խնդիրի չի, որպեսզի այդ անարդարությունների ձեռը գնան բռնեն։ Անարդարությունների իշխանությունների ես մեխանիզմների միջոցով իրենց համակարգի ադմինիստրատիվ համակարգի միջոցով կազմակերպել, հիմա նոր տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր չի, տեխնոլոգիաները փոխվել են հնարավոր չի դա բռնել։ Այսինքն ընտրական process ընդդիմությունը միայն պետք է օգտագործի իշխանությունը վերցնելու համար։ Ուղղակի իշխանությանը իրենց աթոռների վրայից վերցնելու դեպից եւ շպրտելու։ Սա է ընտրական process-ի իմաստը դարձել Հայաստանը։ Այլ process Հայաստանում դեռևս գոյություն չունի։ Պարոն Այվազյան, դուք հայտարարություն եք տարածել, որտեղ միանալու կոչ եք անում հակառակներին, ով էր հասցեատերում էր ուղղված հայտարարությունը, որ ուժերին։ Հայաստանը նվիրյալ զավակներին, որևէ ուժի ես չեմ դիմել, Ձեր պոտենցիալ, այսպես ասած, դաշնակիցում եք տեսնում։ Բոլորի քաղաքացիները, ովքեր մտածում են երկրի ապագայի համար, իրենց ընտանիքների, իրենց զավակների ապագայի համար, երկրի անվտանգության համար։ Իսկ դուք եք այդ համագործակցությունը անում փետրվարի 19-ից հետոյի համար։ Այսօրվանից Նշանակում է մասնակցելու ինչ-որ մեխանիզմ ընտրություններին, այ դա եմ ուզում։ Ես նորից ասեմ, եթե ընտրական process-ին ես ինքս մասնակցելու եմ օգտագործելու համար ընտրական այս ժամանակաշրջանը։ Չընտրությունների երկրում մտածել, որ ընտրությունները ուրիշ բան է փոխել, հնարավոր, դա անիմաստ է։ Պարոն Այվազյան, Արամ Սարգսյանը չի առաջադրվում, այդ որոշումը ձեր սրտով է եւ ասենք 20 տարի դրանից հետո ինչ-որ մեկի։ Կուսակցական աշխատանքներին արդեն 7 ամիս Ամեն դեպքում ձեր Ես հանրապետություն կուսակցության անդամ, բայց հանրապետություն Ամեն դեպքում կուսակցության չեմ մասնակցում։ Ամեն դեպքում որոշումը Սարասել եմ անդամությունը, դաշնակցական չեմ, բայց սարասել եմ անդամությունը։ Ամեն դեպքում որոշումը ճիշտ է թե ոչ։ Ստեղծված իրավիճակում միգուցե ճիշտ էր։ Պարոն Այվազյան, ձեր հայտարարության մեջ չեք նշում այն մեխանիզմները, որոնք պատկերացնում եք փոփոխությունները ինչ կերպ պետք է ընթանան, որտեղ բոլորը կոչեր են անում միավորվելու, բայց ինչպես չեն նշում։ Միգուցե մոտ ապագայում առօրյանի դրա մասին խոսեմ։ Շնորհակալություն։ Դες եկել ինչի ասացիք ձեր անդամակցությունը կուսակցությունը համաձայն չեք Սարգսյանի դիտարկումների հետ, իսկ ինչ պատճառով այդպես է։ Իսկ նա ասաց, որ ընդդիմության հետ չեն համագործակցում, ինչ խնդիր կա, ինչու է այդպես չեք մասնակցում Սարգսյանի։ Ամեն ասած որևէ աշխատանք այս բանին գոյություն չունի, իրավիճակը այդ դարձել, տեսակետերի շատ մեծ տարբերություն չկա, ուղղակի այն է իմ տեսակետը, որ ընտրության միջոցով այս երկրում որևէ բան փոխել հնարավոր չի։ Դիք դեր այսինքն չգնում ընտրության բանը չի մասնակցում ընտրության, կարծես թե Որոշակի տարաձայնություն ժամանակը չի գա։ Պարոն Այվազյան, պարոն Աբրահամյան ասաց, որ հանրապետություն եք գնում եւ բարբերաբար այցելում եք կուսակցության հետ։ Վերջին 8 ամսվա մեջ մեկ անգամ Շոշամելը գնացել եւ որևէ քաղաքական զրույց տեղի չունեցել այդտեղ։ Գնացել եմ իմ ընկերների, որոնց հետ ես 12 տարվա ծանր եւ հետաքրքիր ճանապարհ եմ անցել, դրանից Շոշամելը։ Կարծում դրա բարոյական իրավունքը եւ ես ունեմ եւ իրենք այդ հաստատում են որ մենք միասին սոշ։ Պարոն Այվազյան, Աշխատանքներ չեք տանում, ի՞նչն է ձեր ստիպում մնալ անդամ։ Ժամանակից որոշում կայացնել։ Հավանական ցանկը ում հնարավոր է սատարեք այս ընտրություններին, կասեք գոնե 1-2 անուն։ Չեմ տեսնում։ Չեք տեսնում։ Միգուցե հեպուսագետ է։ Իսկ Հրանտ Բագրատյանի առաջադրման մտադրության մասին հայտարարության ոնց եք վերաբերվում, թե նա առաջադրվի, հավանական եք համարում, որ սատարեք իրեն։ Ես կարծում ես այժմ չեմ տեսնում, եթե ինչ-որ գաղափարների շուրջ միավորվեն ռեալ եւ փորձեն օգտագործել ընտրական process-ը,
Այս ժամանակ միգուցե մտածեմ սատարելու եւ ակտիվ մասնակցություն ունենալու ընտրական process-ին։ Իսկ մնացած դեպքում ես կարծում եմ ոչ մեկ չպետք է դնել, նույնիսկ դահլիճում ներկա գտնվող Հրանտ Բագրատյանը եւ կարծեմ Ռաֆի Հովհաննիսյանն էլ ինչ-որ նման մտադրություններով չէ, ինչ-որ առաջադրվել կամ Ազատ դեմոկրատներից էլ կա նման մտադրություն։ Ազատ դեմոկրատներն էլ թող դնեն, ոչ ազատներն էլ, կիսակախյալ դեմոկրատներն էլ, ինչ է տալու դա։ Ոչ մի բան չի տալու, ինչ իրաց կենսագրության մեջ այդ տղաները ուզում են ինչ-որ բան գրեն, հա, տող գրեն, որ իրենք նախագահի թեկնածու են եղել։ Հաղթելու շանսերը դրանց ո՞րն է։ Դրանք հեղափոխության տանող տղաներ են կամ գործիչներ են դրա։ Եթե տանող են գնանք, հարց չկա, բայց ես չեմ տեսնում այդպիսի մարդկանց այս շարքերում։ Իսկ ոչ այս շարքերում որտեղ եք տեսնում Հայաստանում հեղափոխություն տանող տղաների, որոնց կողքին կկանգնեք։ Օրինակ անուն կասեք, ովքեր են հեղափոխություն տանող տղաները։ Այդ տղաները իրենք անուն կասեն ժամանակ։ Արմանյանն կարող են ենթադրել, որ այն ուժերը, որոնք դուրս էին եկել հարկից եւ անհատները, այսօր որ կարծես թե համախմբման ինչ-որ փորձեր են։ Ես կարծում Նաեւ եմ, հարկի ներսում գտնվող ուժերից ոմանք միանում են այդ։ ես կարծում եմ այս հետապում չեն հասցնել իրենք համախմբել, բայց հետագայում միգուցե համախմբել եւ համատարած հստակ պայքարներ այս իշխանությունները ստիպեն, որպեսզի Հայաստան Կարծես պարոն Սարգսյանը հենց դրա մասին էր խոսում, որ գաղափարական համախմբվածության ոչ էր ընդհանուր առմամբ եւ արդյոք կսատարի առաջիկա։ Գիտեք ինչ, գաղափարական բանն է, հիմա տեսեք, կես գաղափարներ են Հայաստանի համերում, տարբեր ուժեր, Եվրոմիություն, ՆԱՏՕ, ասենք, Եվրազես մաքսային միություն։ Գիտեք ինչ, դրանք շեղով գաղափարներ են, կես գաղափարներ են։ Այսօր մեր տան մեջ դեռևս ամեն ինչ կարգին չի, ոչ թե կարգին չի, այլ շատ վատ է, եւ քանի գնալով վատանում է։ Եվ հիմա խոսել, շեղել անդր ժողովրդին այդ ուղղության այդ կալված գաղափարական ամենականելով ոչինչը մենք չենք հասնի, քանի գնա վատանալու է մեր վիճակը, քանի գնա սահմանելու մարդասնիկը սակավանալու եւ ընդհանրապես անվտանգության համակարգը քայքայվելու, քայքայված անվտանգության համակարգը Հայաստանի գոյատևումն է հարցի տակներում, ինչ իմաստ է խոսում եք։ Ասում եք, որ չեն հասցնի համախմբել, այդ դեպքում ինչպես են կոտրելու իշխանությանը։ Ապրենք կտեսնենք, իշխանությունները կարծում են իրենք են գնում կոտրվելու ճանապարհով։ Կարծում եք, որ նախագահական Գիտեք ինչ, ես եթե մենք սա նվաճում կհամարեմ այս բանը, եթե հանդիմության կամ ժողովրդի եւ իշխանության միջեւ օֆերները վերանա այս ընտրությունների արդյունքում, տեսեք Բարգավաճ Հայաստանի հետ կապված։ Ես համարում եմ, որ ես իմ հայտարարության մեջ ասել եմ, ամեն անգամ իրենք մի օֆեր գտնում են եւ դնում են ժողովրդի եւ իշխանության արագում։ Այս անգամ եթե այդ բուֆերը մենք կարողանանք վերացնել, վերանալ այս ընտրությունների արդյունքում, շատ ավելի հստակ է Հայաստանի մեջ եւ հաջողության հասնելու հնարավորությունը անչափ մեծանալ, շատ մեծանալ, անչափ մեծանալ։ Բարգավաճ Հայաստանի չառաջադրվելու մեր ձեռքբերումներ Ես կարծում եմ դա իշխանական պրոյեկտ էր, բայց եկավ մի բան, որ իշխանությունները վախեցան այդ պրոյեկտը մինչև վերջ իրականացնելուց, որտեղ վախեցան Բարգավաճ Հայաստանի նախագահը եթե առաջադրվի, այդ դեպքում միգուցե համատարած ժողովուրդը գնա չսիրելով այս իշխանություններին Բարգավաճ Հայաստանին ձայն տա եւ իշխանությունները հնարավորություն չունենան այնքան կեղծել, որ իրենք կարողանան հասնել։ Իրենք վախեցան, իշխանությունները վախեցան սրանից, դրա համար պրոյեկտը կանգնացրեցին իրենց։ Անցավոր իշխանությունների պրոյեկտներ։ Հայ ասեց, որ ազատական Հայաստանի թեկնածուին գուցեև սատարեն, հնարավոր է արդյոք Բագրատյանի առաջադրումով եւ դուրս եկած եւ ներսի թիմերը սատարեն ու ի վերջո ինչ-որ համախմբման։ Ժամանակը այդ հարցը կհասնի պատասխանը։